Երեխես մնաց դպրոցում։ Պապայից հրավեր ուղարկեցին վիզա ու այդ մարդը ասեց դու պիտի գաս Ամերիկայում ես լավաշը թխես։ Վարդան ուր ես։ Մեր վառարանից ոչ միտեղ չեք գտնի։ Բայց խա գնա վերցնի ինքը։ Իրանով էր ասել որ գնա վերցնի, բայց ապրի։ Կրակի վրա թխվող խմորը ուրիշ էֆեկտ է ստանում։ Երևի տեսել է ինձնից խաբար չկա, ինձնից խեր չկա։ Մաման է որ ասած երկնքից իջած հրեշտակ էր, թևերը փռում ամեն ինչի վրա ու Տարիներ անց իմ աղջիկը պիտի խոսի իմ մասին ու երանի թե կարողանա խոսի իմ մասին այսպիսի նկարագրությամբ։ Պապաս ասում է, «Նենց պիտի թխվի, որ մշո դաշտավայրի ծաղիկներ երևա»։ Շատ գեղեցիկ պատմություն, որը դարձել է փրկության օղակ։ Ամերիկյան այս շուկայի մեջ շատ դժվար է ճիշտ ու օգտակար հաց գտնել, ավելի commercial է ամեն ինչ հիմա։ Հեշտ է հաց թխելը։ Չէ, հեշտ չէ, եթե չես հասկանում ինչ ես անում։ Դրա համար Ժորժ ջան, որ հացը առնում եք, կերեք, ոչ թե 4-5 օր պահեք։ Եթե մենյուին բան պիտի ավելացնենք, մաման թխում է նոր մի բան, մենք փորձում ենք, ինչքան վատ բան կա ասում ենք։ Ավելի է հետաքրքրանում ինձ համար զրույցը։ Օտար երկրացիները այնքան շատ են սիրել, ամեն օր գալիս են։ Իսկ ինչ են ասում, Փուրի անունը ոնց է տալիս։ Փուրի։ 3 բան, որ արել ես ու լավ ես արել։ Առաջին ես, որ ներկայացել եմ։ Որպես այսօր Մշո Bakery, այո, որտեվ սա նորություն է, մենք երբեք չենք եղել սոցհարթակներում։ Լավ եմ արել, որ եկել եմ քո մոտ։ Սիրում ես երգել։ Սիրում եմ հոգու լեզունա, չէ։ Էդ էլ պապայից սա գիտես, չէ։ Ասում եմ Մշո աղջիկ ես, բա պետք է երգելով թխես այդ հացը։ Մշո աղջիկ, այո, շատ ճիշտ է ասած, ու հենց քեզ համար է ասած։ Մենք ստեղծում ենք workshop երեխաների համար, որ գան մեր bakery-ում, թխեն լավաշ, իրանց ձեռքով թխեն, տանեն տուն։ Ուտեն, խմեն ու գնան։ Այո, Լանչ։ exactly։ Այ քեզ լանչ։ Գալու եմ վաղը ձեզ մոտ, ասեմ Ռուս ջան, ես ուզում եմ, որ դու այս հացը ինձ վաճառես պարացնելով ու երգելով։ Ողջույն ընկերներ, ես Մերի Մակարյանն եմ, իսկ դուք դիտում եք Menu AM-ը։ Այսօր ինձ հետ է Ռուզաննա Աբրահամյանը։ Նա ներկայացնում է Մշո Bakery-ն։ Մշո Bakery-ն ունի շատ արմատային խորը պատմություն, որը եկել է հենց Մուշից։ Երկար ճանապարհ վերելքներով ու վայրեջքներով, բայց այսօր նրանք միասին ընտանիքի անդամներով այստեղ են եւ եկել են պատմելու իրենց պատմությունը։ Ռուզաննա ջան, ողջույն։ Ողջույն։ Նախ առաջ շնորհակալ եմ Մերի ջան հրավերի համար։ Ես էլ շատ շնորհակալ եմ, պիտի ասեմ մեզ դիտողներին, որ մենք իրար ճանաչում ենք։ Երկար ժամանակ է չէինք հանդիպել, բայց գիտենք միմյանց մասին, շփվել ենք ժամանակին, ու ես այդ ժամանակ, որ քեզ հետ շփվում էի, դեռ չգիտեի քո աշխատանքի բնույթի մասին, այսպես ասած, գիտեի, որ դու երգում ես շատ լավ, արվեստի մեջ ես, բայց այս արհեստի ճյուղը, այսպես ասած, որ ներկայացնում ես ընտանիքիդ հետ միասին, ես տեղյակ չէի։ Հաճելիորեն զարմացած եմ ու ուզում եմ, որպեսզի միասին բացահայտենք ու ներկայացնենք մեզ դիտող մեր հայրենակիցներին։ Let's go։ Քանի տարի է որ այստեղ ես Միացյալ Նահանգներում։ 13 տարի կլինի արդեն։ Մինչ այդ ապրել եք Հայաստանում, հետո Ռուսաստանում։ Մենք բոլոր երեխաներով ծնվել ենք Ռուսաստանում։ Ընտանիքում երկուսն եք։ 4 երեխա ենք։ 4 երեխա եք։ Ես գիտեի դու եւ եղբայրդ։ Չէ, ունենք քույրիկ եւ եղբայր։ Հա, 2 քույր, 2 եղբայր։ Շատ լավ։ Տես արդեն բացահայտումներ են։ Փաստորեն 4 երեխաներն էլ զբաղված են ձեր բիզնեսում, հա, այստեղ թե փոքր։ Այո, բոլորս ներառված ենք։ Բոլորը ներառված եք, ինչ հարուստ եք։ Այդ առումով այսպես ասած։ Բայց բախտը բերել է։ Այո։ Մինչ Միացյալ Նահանգներ գալը, ինչով էիր զբաղվում Հայաստանում։ Սովորական աշակերտուհի էի, սովորում էի, երաժշտական դպրոց էի գնում։ Արդեն գիտեիր, որ պիտի գնաս դեպի երգը, երաժշտությունը։ Կար տենց մտքեր, բայց չէի պատկերացնում հստակ արդյոք այդ ճամփան կգնա կտանի թե ոչ, մանավանդ որ Ամերիկա գալու գաղափարն էլ կար։ Օ, միշտ եղել է։ Չէ, հիշում եմ, որ 9 տարեկան է, երբ որ տան մեջ արդեն այդ զրույցները կար։ Բայց ինչի որոշեցին գալ։ Պապայից հրավեր ուղարկեցին վիզա, իր ընկերը, երբ որ եկավ Հայաստան, մեր հացը կերավ, ու այդ մարդը ասեց դու պիտի գաս Ամերիկայում ես լավաշը թխես։ Մենք այնտեղ հաց չունենք։ Ու ոնց որ դա դարձավ մոտիվացիա, պապաս էլ որոշեց, օքեյ։ Ինքը ռիսկ անող մարդ է։
Բա ինչու թողնել մեր հայերին այնտեղ Հայաստանում առանց հացի ու գալ այստեղ հաց պատրաստել։ Հա, ճիշտ է, լավ բան չեն կարել, բայց Փառք Աստծո հորքուրը շարունակեց մի որոշ ժամանակ։ Հա, իսկ այնտեղ որքան ժամանակ էր գործում էր արդեն, papan միշտ այդ գործով է Հա, զբաղվել։ ես ինչ հիշում եմ, ինձ մենք այդ հացի գործի մեջ ենք եղել։ Իսկ պատմություն կա, ինչպես է papan սկսել այդ բիզնես, ասենք, չգիտեմ, կարող էր ուրիշ բան անել, ինչի հենց հաց պատրաստել։ Այդ պատմությունը շատ sense հոգևոր, էմոցիոնալ պատմություն է, որ ավելի շուտ Ամերիկայում էր իմ համար բացահայտում, թե ոնց papas սկսեց լավաշը։ Անդադ մեզ ասում էր, այս հացը սուրբ հաց է։ Պիտի զգուշ լինենք հետը, փակեջանելուց պիտի նուրբ անենք ամեն ինչը, խղճով, սրտով պիտի թխենք։ Ու պատմում էր, որ ինքը երեխա է եղել ու իր նախատատը ցեղասպանության ժամանակ նախքան ցեղասպանությունը սկսվել, դե մենք հարևաններ ենք չէ եղել, միասին ենք ապրել ու Կողքի ազգի նկատի։ Այո, կողքի ազգինի նկատի ունեմ ու հորս նախատատը միշտ հաց է իրանց հյուրասիրել։ Կոնկրետ չեմ հիշում, բայց այդ զինվորականների խմբին հաց է հյուրասիրել հենց իր թխած թոնիրի հացը ու շատ սիրել են, երբ որ այդ ամեն ինչը արդեն փլուզվում է, այդ սև շրջանը գալիս է, պատմում է, որ գալիս են իրանց տուն, որ պիտի սպանեն իրանց էլ ու այդ տատիկը դուրս է գալի, ասում է հարամ լինի քո կերած հացը, դու չես հիշում, որ ես քեզ կերակրեցի իմ ձեռով ու այդ մարդը իրոք հիշում այդ ամեն ինչը, ներողություն է խնդրում, քո տված հացը սուրբ էր, ես հիմա փշակաղում եմ իրականում։ Ու այնպես է քողարկում, որ օքեյ, նենց կանեմ, դուք փախեք, փրկվեք, որտեվ ինքը ոնց որ հրամանատարներից է լինում, զինվորները եկածած չեն, սենց ինչ որ պատմություն, որ կոծկում է, որ այդ մարդը իր ընտանիքով փրկվի ու գալիս հասնում է էդի միջև իմ papan, papas փոքր երեխա է լինում, երբ որ իրան այդ պատմությունը պատմում են, որ իրոք հացն է փրկե, իր ասում է իմ ապրե Գերդաստանը հացն է փրկե, ու դա դառնում է իր համար մոտիվացիա, որ օքեյ, ես պիտի հաց թխեմ, իմ ժողովրդի համար այդ սուրբ գործը անեմ։ Ու Ամերիկայում ամեն տարի ապրիլ 24-ին ինքը դարձրեց այդ ավանդույթ, որ մենք դուրս ենք գալիս, ուղակի բաժանում ենք մարդկանց մեր հացը ու պատմում էր ոգևորված, թե ես սուրբ հացը։ Շատ գեղեցիկ պատմություն, որը դարձել է իսկապես փրկության օղակ, կյանք, հա։ Հա, շատ հոգի կա այդ ամեն ինչի մեջ։ Այո, ու հիմա մինչև օրս դուք շարունակում եք այդ գործով զբաղվել ու կերակրել մարդկանց, հաց տալ, կյանք տալ։ Այո։ Հետաքրքիր է, ավելի է հետաքրքրանում ինձ համար զրույցը քեզ հետ։ 9 տարեկանում արդեն հասկացար, որ պիտի գաք Միացյալ Նահանգներ ու պատրաստվեցիք, ինչպես եղավ։ 12-ում ենք բաժանվել, 14-ում ենք միացել։ Բայց 9 տարեկանից ես հիշում եմ, որ այդ զրույցները կար գնալ գալու։ Փաստորեն ծնվել եք Ռուսաստանում, 6 տարեկանից տեղափոխվել եք Հայաստան, մինչև 12 տարեկան ապրել եք Հայաստանում, հետո 2 տարի բաժան, կիսվեցիք, հետո 14-ում արդեն եկել եք Միացյալ Նահանգներ ու այստեղ սկսել եք էլի նույն գործով զբաղվել։ Այդ պատմությունը բերել եք նաև Միացյալ Նահանգներ։ Ով էր papayin հորդորել։ Հորս ընկերներից մեկն էր, ով Ամերիկայից էր եկել։ Ու մեր հաց ուտելուց հետո ինքը այդ գաղափարը տվեց, որ պիտի գաս մեր ընդեղի հայերին ծանոթացնես լավաշի հետ։ Որ եկաք այդ տարիներին 14-ին եք, հա, հասել այստեղ, շատ չկային բեյքրիներ, մրցակցություն չկար ու հնարավոր էր, որ օրինակ մի հայ մարդ հասկանար, որ տարածքում շատ բեյքրիներ չկան, լավաշ թխող չկա, հաց թխող չկա, այնտեղից ասեին եկեք այստեղ գործը շարունակեք, դե որովհետև հայ համայնքը այստեղ շատ է։ Հա։ Երևի ինձ թվում է այդպես է եղել, հետո արդեն հիմա է շատացել այդ ամեն ինչը։ Հա, հիմա շատ ենք մենք հայերով այստեղ ակտիվ ենք, շատ տարբեր բաներ ենք ստեղծում, արարում։ Բայց նույն գործով զբաղվողն է։ Հիմա բեյքրի, հայկական բեյքրիներ ինչքան շատ կան։ Այո, ամենուր, ամեն քայլա փոխին։ Այո։ Եվ ինչպես որոշեցիք բացել, տարածքը ընտրել, դժվարություններ կային, այդ պատմությունը ոնց եղավ։ Մինչև մեր վերամիավորվելը papas արդեն սկսել էր թխել այստեղ հացը։ Ու ինքն ու մաման էին անում։ Ու ասեմ, որ ինքն է վառարանը պատրաստել, մեր վառարանից ոչ միտեղ չեք գտնի։
Պապաս sense մի հատ creative մարդ է, ամեն ինչից մի բան կկպցնի, մի բան կսարքի։ Ահա, ձերքի շնորհքում։ Հա, ամեն ինչից հասկանում է։ Ասում եմ ուղղակի դիպլոմ չունի, but he's like մեր lifeguard-ն է ամեն հարցում։ Ու երբ որ երկուսով էին թխում, շատ դժվար էր։ Չունեինք շատ ծանոթություններ, երեխեքը Հայաստանում, այդ հոգեվիճակն էլ կողքից, բայց այնտեղում տանն էիք մնում։ տատիկի հետ էինք մնում, այո։ Ու հիշում եմ, որ պատմում էին, պապա ձեռքով էր հացը բաժանում։ Թխում էին տոպրակներ լցնում էր, տանում էր հարակից այդ local խանութները։ Հա, տանում էր հանձնում էր։ Հա, ինքը իր ձեռքով, ոտքով գնում, տանում, բաժանում էր խանութները, որ տենց ծանոթացնի մարդկանց։ Հետո արդեն որ մենք վերամիավորվեցինք, արդեն պապայիս ուժը եկավ, որ միասնական ենք բոլորս, կարող ենք հաղթահարել, աջակցել մեկս մյուսին։ Ու այդ ժամանակ կար Կիլիկիա գրիլ ռեստորանը, հենց որը հիմա Մշո Bakery-ն է։ Ու շատ մոտ էր մեր տանը, պապաս որոշեց, որ օքեյ, հենց էս էլ կվերցնենք։ Մի որոշ ժամանակ, քանի որ ռեստորան էինք վերցրել, աշխատացրեցինք որպես ռեստորան, մինչ այդ ընթացքում պապան ներսում վերանորոգում արեց, վերածեց ավելի շատ դեպի հացի փռի այդ տարածքը։ Իդեպ պիտի ասեմ, որ իրենց մոտ թոնիր կա ու լավաշը, հացը թխվում է, լավաշը թոնիրի մեջ չի թխվում, այդ պապայիս պատրաստած վառարանի մեջ է թխվում, վրացական պուրին ենք թխում թոնիրի մեջ։ Արի ասենք ինչ ունեք, վրացական պուրի եք թխում։ Այո, ունենք վրացական շոթան, ունենք սերմերովը, նույն պուրի, ունենք գաթաներ, ավանդական մեր մածունով գաթան, այսպես ասած սլայոնի խմորով գաթան։ Այն որ ինձ բերել ես։ Ահա։ Ունենք մինի գաթաներ եւ մինի խաչապուրիներ նաեւ։ Խաչապուրին շեշտել է, էտել ունենք իմ ամենասիրելի բանն է փռի։ Ես մինչև եթերը կերել եմ, փորձել եմ, շատ համեղ էր։ The best։ Գիտես խաչապուրու լավը որն է, որ պանրի համը չի գալիս մեկ, այսինքն ճիշտ են էլի դնում քանակը, չգիտեմ, որակը, ու խմորը շատ չի, այն որ մենակ խմոր չես գցում։ Մենք շատ սենց ժողովրդական ասված քթի մազենք։ Եթե մենյուին բան պիտի ավելացնենք, մաման թխում է նոր մի բան, մենք փորձում ենք, ինչքան վատ բան կա ասում ենք սկզբից, դե չէ, լավ էլ է ստացվում, բայց եթե վատ է, լավ չի, ասում ենք իրար, որտեվ ես ուտելուց մտածում եմ մի րոպե, հաճախորդը ինչ կզգա, եթե ես ուտի, ու ես ինքս էլ եմ տենց առևտուրանում, մի բան ուտում եմ, իմ հիշողության մեջ տպավորվում է, ինչքան ասես, այդ նույն բանը կգնամ ու կուտեմ։ Արդեն սիրելի մի բան է դառնում, շատ զգուշորեն ենք վերաբերվում այդ ինչ պանիր գնա մեջը, ոնց գնա, ինչ քանակությամբ, որ ուրախ լինեք դուք, մենք էլ ձեր ուրախությամբ ուրախանանք։ Ասեմ, որ մենք հենց այս պահի դրությամբ ծրագրում ենք մենյուն օր-օրի նոր մի բան ավելացնում ենք, դեռ չենք հրապարակել այդ ամեն ինչը, որտեվ ինքներս ենք փորձարկում, հաստատ համոզվենք, որ լավ է, ամեն ինչ տեղին է, նոր մատուցենք ժողովրդին։ Շատ creative բաներ կարաս անես, շատ։ Իսկ հայրիկի պատրաստած վառարանը մինչ օրս ձեզ օգտակար է լինում, այնտեղ ինչ եք պատրաստում։ Այդտեղ մեր սաջի լավաշն ենք թխում հենց վառարանի վրա։ Ռուզան, ինչով է տարբերվում ձեր թխած լավաշը մեկ այլ թխված լավաշից։ Կարծում եմ ինգրեդիենտներով, պարզ է, մեկ էլ ես չեմ սիրում համեմատվել, բայց գիտեմ, որ մենք ինդիվիդուալ ենք, մենք առաջին իսկ օրվանից միսիան եղել է պահել այդ հացի, համն ու հոտը նույն ձև, չավելացնել ավելորդ բաներ, որը այսօրվա շուկայում շատ տարածված է, որպեսզի հացի կյանքը երկար եւ այլն, մենք ամեն ինչը աշխատել ենք ու պահում ենք նատուրալ։ Կարծում եմ տարբերությունը, չգիտեմ, երևի որ հոգով, սիրով ու ընտանիքով ենք այդ ամեն ինչի մեջ ներառված ու ուրիշ հնարավորություն չկա, էսա։ Պիտի անենք ամենալավը։ Քաղցած ես, դե արի հասկանանք, թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ Menuem.com Քեզ ցանոթ համերը մեր ռեստորաններից։
Օրինակ, եթե լավաշը, սովորական ձեր թխած լավաշը, հա, որը որ ասացիք, որ ուրիշ ոչ բան ավելացված չի, որպեսզի կյանքը չերկարի։ Քանի օր կարող է մնալ դրսում սենյակային ջերմաստիճանի տակ։ Սովորական օրգանիկ ուտելիքը կարծում եմ 5 օր, լավաշի մասին է խոսքը, 5 օր կարող է մնալ։ Բայց կարող եք սառնարանում պահել, որ իր կյանքը այդ հարցը ինձ կերկարացնի։ միշտ հետաքրքրել է։ Հացը պահում են սառնարանում։ Այո, անգամ ֆրիզերի մեջ կարող եք պահել։ Հետո հանում ես, Հանում ես ինքը կամած հետ է գալիս։ հա։ Շատ են անում տենց մարդիկ, մեր հաճախորդներն էլ անդադ մեր հետ շփվում են, պատմում են, էլի ոնց են ելքը գտել, որ եթե ճանապարհորդում են, օրինակ, քաղաքից դուրս շատ հաց են տանում, ոնց լավ պահեն, հա։ Ու բնական է դա, եթե հացը տոպրակի մեջ է, թրջած է, փափուկ է, 5 օր հետո այդ հացը արդեն սկսում է իր նատուրալ փչանալու process-ը։ Այո։ Սկզբից այնքան տարօրինակ էր, մենք որ Հայաստանից եկել ենք, դե հայկական mindset-ով գիտենք օրգանիկ ուտելիքը ոնց է լինում։ Ծառից քաղած խնձորի մեջ էլ ենք, չէ՞, ворտ գտնում։ Բայց այստեղ որ մարդիկ հացը տանում էին, լինում էր, որ հետ էին բերում, ասում էին, փչացել է 4-րդ, 5-րդ օրը։ Վայ։ Հա, ու ասենց շոկ էր մեր համար, որ օքեյ, բա պիտի փչանա։ Հա։ Որ չի փչանում, լավ չի։ Դրա համար Ժորժ ջան, որ հացը առնում եք, կերեք, ոչ թե 4-5 օր պահեք։ Հացի առաջի երկրորդ օրը մաքսիմում թարմության համար ուտես, չէ՞, 3-4-րդ օրը էլ ինչ հաց ուտել։ Մեր հացը կարամ ասեմ 3-րդ օրն էլ ես վայելելով ուտում եմ, իմ սիրելի ձևը, երբ որ հացը լավ թրջած է լինում։ Ես տենց եմ։ Այսինքն ոնց թրջած։ Հիմա եթե հացը առնում եմ, թրջեմ, հենց բերում եմ տուն, չհասկացա։ Չէ, մենք թրջած վաճառում ենք արդեն ձեզ, բայց հաճախորդներն են, որ ասում են չոր կամ քիչ թրջած։ Իսկ օրինակ ինչպես անել, որ հացը չչորանա։ Առել եմ, տարել եմ տուն, ինչի մեջ Տոպրակի պիտի։ մեջ դնենք, փակենք։ Հիմա թղթերով են, չէ՞, թղթերի տոպրակների մեջ են դնում։ Հա, չէ, Ես օրինակ լավաշը տանը չի մնում։ թղթերով, թղթերից հանում եմ, դնում եմ պլաստիկ տոպրակների մեջ, մի հատ էլ ծածկում եմ, որ իբր թե երկար մնա։ Հա, այդ դեպքում ինքը թարմ իր նույն թրջված վիճակով կմնա։ Բայց մենք պուրին ենք տալիս թղթից տոպրակով, որը օքեյ է։ Ինչքան էլ չորանա, ինքը չի չորանա, տենց ոնց որ լավաշը։ Կամ էլ համեղ է ավելի, Հա։ չորացած։ Հետո պուրի մասին էլ մի բան ասեմ, որ պուրին որ թխվում է հենց կրակի վրա թխվող խմորը ուրիշ էֆեկտ է ստանում։ Ինքը ավելի ջիլոտ է լինում, սենց ասած, ավելի ձիգ է լինում։ Մարդիկ մի քիչ էլ խորթեր դա իրենց համար, մենք Ամերիկայում ես մեծ շուկայի մեջ ինչքան տարբեր տեսակի հացեր ենք ուտում։ Հաց կա առնում ենք, կծում ես ու փրթվում է ինքը քո բերանի մեջ կորում է։ Բայց պուրին այդ հացերից մեկը չի։ Մենք պիտի ճիշտ մոտենանք ամեն հացին հասկանալով առնենք, այսինքն կրակի շնորհիվ պուրին դառնում է ավելի ձիգոտ հաց, բայց եթե դու ուզում ես ստանաս այդ խրթխրթան ու հեշտ պոկվող վիճակը, եթե տարել ես տուն, անցել է 2 ժամ, ինքը արդեն սառել է, էլ տենց խրթխրթան չի, ես միշտ դնում եմ վառարանը crispy, ոնց որ թարմ թոնիրից հանած լինի։ Միշտ ասում եմ մեր հաճախորդներին, անգամ երկրորդ օրը որ դնեք, նույն առաջի օրվա համու հոտն եք զգալու, այո, էֆեկտն է տալու։ Օրինակ ինձ համար հաց գնելը եւ կարծում եմ շատերի համար գնել հաց, որը համեղ է, որը մոտ է մեր հայկականի Հայաստանի կերած հացին, եւ մեկ էլ էս վերջերս, չնայած վերջերս չէ, միշտ գտնել այնպիսի հաց, որը չի գիրացնում։ Բայց ինձ թվում է այդպիսի բան չկա, չէ, եթե հացը ուրեմն պիտի գիրանաս։ Ճիշտ ես։ Բայց ասեմ, որ մեր սաջի լավաշը իր մեջ դրոշ չունի։ Այն ինգրեդիենտները, որոնք որ չաղացնում են։ Հա, չունի, ինքը շատ բնական է, ու դու կարաս հանգիստ իրան ուտես։ Ու չչաղանաս, եթե բալանսավորված ուտես։ Բայց ամերիկյան այս շուկայի մեջ շատ դժվար է ճիշտ ու օգտակար հաց գտնել։ Ավելի commercial է ամեն ինչ հիմա։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագ աճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Ինչու ասացի սկզբից, որ չգիտեի ինչով եք զբաղվում, որովհետև հայտնի չէր, սոցիալ մեդիաներում ակտիվ չէիք։
բայց հիմա 2 տարի է արդեն սկսել եք ավելի ակտիվ գործունեություն ծավալել social media հարթակներում։ Անցյալ օրը իդեպ մի վիդեո տեսա քո եւ եղբորդ մասնակցությամբ, այնքան սիրուն էր այդ որ քույր ու եղբայր դուք հաց էիք պատրաստում, այդ դանդաղացրած կադրերը, այդ ալյուրը շատ գեղեցիկ նկարված էր, վստահ եմ որ էլի վիդեոներ կան ու մեծ սիրով կնայեմ, բայց օրինակ ով է մտածում թե ինչ նկարենք, առհասարակ ով է զբաղվում ձեր social media-ով։ Սկզբից որ բացեցինք edge-ը, մենք էինք հետո podcast-ը գտանք մի հատ հիանալի թիմ ու դարձանք մեկ թիմ, մշո թիմ դարձավ ու մեր թիմի շնորհիվ է որ մենք կարողանում ենք անընդհատ update-ներ անել ու նոր post-եր ներկայացնել, միասին քննարկում ենք, ժողովներ ենք անում, որ հասկանանք ինչը արժի ցույց տալ ժողովրդին։ Օրինակ ինչ է արժի ցույց տալ ժողովրդին ձեր դեպքում։ Ամենաանկեղծն ու իրականը այն ինչ որ մենք կանք։ Հենց մեր մարքետոլոգներն էլ դա մեզ ասեցին, որ քեզ թվում է, որ հայտնվում ես social media հարթակում, պիտի ինչ-որ մի ձև լինես, պիտի ինչ-որ մի բան փոխես, բայց ոնց հասկանում ենք, ամենաիրականն է, որ քո հոգուն ու քո սրտին հասանելի է դառնում։ Ու շատ դժվար էր այդ անցումը դեպի social media, որտեվ երբեք չենք գովազդե, մեր գլուխը կախ, մեր հացը թխել ենք ամեն օր, բայց գործ ունեցել եք։ Ունեցել ենք։ Հաճախորդներ։ Հա, ունեցել ենք, բայց COVID-ից հետո շատ բաներ փոխվեց, ինքդ գիտես ու նաև social media Instagram դարձավ main platform բիզնեսները վաճառելու համար ու այդ պատճառով գիտակցեցինք, որ no way, մենք էլ պիտի մեր մասին տեղեկացնենք, որ մարդիկ ճանաչեն ով ենք մենք ու ինչ ենք անում։ Իսկ այդ թևից թև գցելը էդի ես հիշում եմ փոքր ժամանակ, երբ որ Հայաստանում թխում էին, մամաս էր թխում, հարսիկս, հորքուրս, բոլորով միասին միշտ ընտանեկան ատմոսֆերա եղել ու ինձ սովորացնում էին թաց սրբիչի վրա, ոնց թևից թև այդ հացը պարացնես։ Այդ ժամանակվանից մնաց իմ մեջ ու սկսեցինք մենք էլ թխել։ Հեշտ է հաց թխելը։ Չէ, հեշտ չէ, եթե չես հասկանում ինչ ես անում։ Խմորի հոգեբանությունը, այսպես ասած, պիտի հասկանաս։ Գրտնակած խմորը գալիս է, դու իրավունք չունես իրան պոկելով հանես։ Իսկականից պապաս միշտ ասել է ու ճիշտ ասել։ Ես երեխա եմ եղել, չեմ հասկացել։ Զգուշ նուրբ բան, բայց իրոք եթե նուրբ ու զգուշ չանես, այդ հացը կվառվի։ Սիրուն չի դուրս գա, այն չի լինի։ Բողոքներն էլ մեր մարդիկ միշտ պատրաստ են որ տան, մենք էլ աշխատում ենք նենց անենք, որ այդ տեղը չտանք բողոքի, ոնց որ ձեր վստահությունը շահել ենք, այտենց էլ շարունակենք, այն որ կա ասում են երես առան որակը գցեցին, տենց բան չի կարա մեզ մոտ լինի, պապաս ամեն օրվա թխացածը պիտի մի հատ փորձի, նայի, ուտի, ասի ինչը, ինչը կարելի է փոխել դեպի լավը։ Իսկ ինչ բողոքներ կարող են գալ եւ ոնց եք արձագանքում այդ բողոքներին։ Ինչ բողոքներ։ Լինում է մեկ-մեկ, որ համասարաչափ եթե չի թրջվում հացը, կարող է ինչ-որ հատված մի քիչ չոր լինի։ Լինում է, որ նմանատիպ բողոքներ են, բայց դա ամենամանրն է ու ինչի ենք մեկ-մեկ ստացվել է տենց կիքսեր, երբ որ նոր աշխատող ենք ունեցել ու train ենք արել, դե պիտի տանք այդ մարդուն ժամանակ, որ ինքն էլ տիրապետի այդ արվեստին, արվեստ թե արհեստ ասեմ, չգիտեմ որն է, ճիշտ է։ Երկուսն էլ կարծում եմ։ Հա, սազում է, չէ։ Այո, եթե սկզբում դուք ընտանիքով էիք աշխատում, նոր եկած ժամանակ, մեր զրույցի ընթացքում մենք անդադ այստեղից գնում ենք այնտեղ, այնտեղից գնում ենք այնտեղ, բայց կապ չունի, ինձ թվում է կհասկանան մեզ, երբ նոր էիք եկել, նոր էիք սկսում, ինչպես ցանկացած բիզնես, յուրաքանչյուրիս կյանքում էլ եղել է, սկզբից մենք ենք այդ ամեն ինչը տակից դուրս գալիս, ընտանիքի անդամներով, հետո արդեն աշխատողներ ենք վերցնում, հա։ Բնական է, պետք է ժամանակ տաս, բայց չարժեր օրինակ վերցնել հենց մասնագետի, հենց հաց թուխի կամ չգիտեմ, որպեսզի նման կիքսեր չլինեին։ Կարծում եմ տենց բան չկա հաց թուխ ու մասնագետ գտնել։ Մենք ենք ամեն ինչը իրանց սովորացնում։ Կարևորը մարդ ցանկություն ունի ու իրան դուր է գալիս այդ ամեն ինչը անելը։ Okay, ուրեմն հաստատ կստացվի։ Մենք էլ շատ համբերատար ենք, գիտակցում ենք, որ ժամանակ է պետք, որ մարդը հասկանա իր ձեռքի ամեն շարժումը, ինչ էֆեկտ է տալու այդ հացի վրա։ Պապաս ասում է, «Նենց պիտի թխվի, որ մշո դաշտավայրի ծաղիկներ երևա», շատ հումորով մարդ է ու
իրոք ճիշտ է ասում։ Մի բանը սխալ արեցիր, վсё, կորցնում ենք սաջի տեսքը։ Մի րոպե, սաջը օրինակ ժինգալով հացը մեզ մոտ հյուրընկալվել էր, իրենք ասացին, որ սաջը այդ քարն է, որի վրա սարքվում է ժինգալով հացի խմորը։ Ձեր դեպքում ինչու է կոչում սաջի լավաշ։ Որտեվ պապաս հատուկ վառարանը մշակել է սաջին համապատասխան, այդ չգիտեմ ոնց ասեմ, այդ մատերիալը ինչ է։ Դուք եք անունը դրել սաջի լավաշ։ Այո, հայրս, սաղ ինքն է արել։ Մենք ուղղակի իր հետևորդներն ենք ու փոխանցվելուց հետո մենք շարունակող ենք։ Ձեր երեխաների միջից որ մեկիդ մոտ է ավելի լավ ստացվում խմորի հետ աշխատելը, ավելի համեղ թխելը, ազնիվ։ Մյուսները կնեղանան ես։ Քեզ մոտ։ Ինձ մոտ, այո։ Հետո Արտոյի մոտ, մյուս եղբորս, որտեվ երկուսս շատ ուրիշ ձև ներառված ենք եղել թխելու մեջ։ Մեծ եղբորս մոտ էլ է լավ ստացվում, բայց իր մոտ ավելի լավ ստացվում էր հացը առաքելը, մարդկանց ծանոթացնելը մեր հացի հետ։ Դե էլ է գործ։ Of course։ Եվ պակաս կարևոր գործ չէ։ Բայց քույրիկս 8 տարեկանից, որ եկել են այստեղ, ինքը 8 տարեկան էր ու մամայից հետ գունդ էր անում։ Ամեն անգամ։ Այդ իրոք մեծ մի հատ journey ենք մենք ընտանիքով անցել, ոնց որ պատերազմի դաշտում պայքարի մեջ լինեինք ու չկորցնեինք այդ ամեն ինչը, պահեինք, շարունակենք հավատալ։ Այսքան տարի անց որ էստեղ եք ու այդ գործի մեջ եք, ի՞նչն է կարևորում այդ գործում։ Ընտանիքների, ինչ խորհուրդ կտաս սկսելուց առաջ, ընթացքում, ինչպես պետք է վարվել, ինչ պիտի անել։ Նպատակը պիտի քո մեջ ունենաս, ինչ նպատակի այդ ծառայում, որտեվ եթե չունեցար նպատակ, շուտ կորցնում է իր արժեքը, կարող է շուտ հոգնես։ Դե բայց պետքա ընտանիքի բոլոր անդամները այդ նույն նպատակին ծառայեն, այսպես ասած, գաղափարին։ Դե պապաս շատ լավ գործ է արել մեր հետ, որ փոքրուց մեզ մեծացրել է հայրենասեր, մենք հայ ենք, մենք մշեցի ենք ու այդ պատմությունը, որ կա հիմքում ընկած, ինքը այնքան երջանիկ էր, որ ընտանիքը վերամիավորվեց Ամերիկայում, ասեց իմ զինվորները եկան, վերջ, հիմա կստացվի այս ամեն ինչը ու պիտի ճիշտ երեխուդ գաղափարը փոխանցես, ինչի ես դու ես անում ու պետքա միասնական շատ լինենք ու հավատ ունենանք, որտեվ այնքան արհավիրքներ է գալիս այդ ճանապարհին, թե ֆինանսական ճգնաժամ, թե բիզնեսի աշխարհում դու անդադ պիտի update անես քեզ, պիտի անդադ համեստություն ունենաս, որ գիտակցես սովորելու բան կա։ Կարծում եմ այդ հոգին ունենալը քո մեջ, նպատակի, բարի նպատակի հոգին, որ դու մենակ չես անում էդի մարդկանցից մի բան վերցնելու նպատակով, դու անում ես, որ 10 առաջինը ու պապաս անդադ մեզ ասե այս հացը սուրբ գործ է մենք մեր հայ ժողովրդին ենք կերակրում մենք չենք կարա այս գործի վրա հանձնվենք մանավանդ որ իր այդ հին պատմությունը դարձավ այդ մեսիջը ու ինքը մենք rebranding արեցինք առաջ մեր label-ի վրա գրված էր all nations should recognize Armenian genocide ու անմոռուկի նշան ունենք վրան բոլոր ազգերը պիտի ճանաչեն հայոց ցեղասպանությունը։ Հա, ու ինքը էդի դարձավ ուր։ Կարծում եմ ընտանիքներին պետք է միասնականություն ու հավատ, որ չկոտրվեն այդ ճամփին, հեշտ ճանապարհ չի։ Sometimes you don't have family vacations because of that. Մեր նոր տարին միշտ շատ արագ ա եղել, որովհետև մենք պիտի ժողովրդին հաց տանք։ Նոր հետո գնանք տուն մտածենք մենք ինչ ենք անում նոր տարվան։ Իսկ ինչ եք անում նոր տարվան։ Անցած տարի տանն ենք հավաքվել, մեր մշո պարերով ուրախացել ենք, նշել ենք նոր տարին։ Դրա նախորդ տարին պապաս մամաս Հայաստանում էին, so մենք քուր ախպերներով էինք պահում ֆրոնտը, որ հասցնենք ժողովրդին լավաշ տալ։ Եթե իրենք բացակայում են, դուք լիովին կարողանում եք սպասարկել։ Այո։ Իրավունք չունենք մենք այնտեղ չլինելու։ Հետո family business սկսելուց առաջ պիտի մարդիկ մտածեն, որ էդի շատ մեծ պատասխանատվություն է այն առումով, որ դու անընդհատ մեջ պիտի լինես։ Անընդհատ ոչ մեկ քո պես չի զգում ու քո պես սրտացավ չի, նու փառք Աստծո, մշոթիմ, ես ձեզանից շատ շնորհակալ եմ, որովհետև հիանալի մարդիկ են մեզ մոտ գալիս, հոգով մարդիկ են իսկականից, բայց
մեր այնտեղ լինելն էլ իրանց ոգևորում է, ուժ է տալիս։ Էդի պիտի բիզնեսի մեջ ընտանեկան վիճակ ստեղծվի։ Իսկ ձեր հուսահատության ժամանակ ձեր ընտանիքից ով է հավաքում ձեզ բոլորիս կամ չգիտեմ որ մեկը որ հուսահատված է։ Մաման։ Մաման։ Մաման է, որ ասած երկնքից իջած հրեշտակ էր, թևերը փռում ամեն ինչի վրա ու մեկ-մեկ զարմանում եմ, ո՞նց ես դու կարողանում ուժ գտնես քո մեջ ու էլի շարունակես։ Էսի ուղակի խոսքեր չեն, իրոք մեր տունը ինքն է պահում։ Պապայիս մեծ գաղափարներ because որտեվ ինքը շատ creative մարդ է։ Ինքը չոր քարից հաց կսարքի, էդի իսկականից եմ ասում, ու դժվար կյանք է ապրել, որ դարձել է այդ մարդը անկոտրում ու արարող, բայց ունենալով մամայիս իր կողքին շահել է այս կյանքում, որտեվ մաման հավատով իրան դեպի երեսը իրան թեքած արել է, այն ինչ որ պետք է եղել։ Սեղանը չի լինի սեղան, եթե ոտերը չլինեն։ Մի քիչ չգիտեմ, այս օրինակը ոնց կհնչի, բայց ես իմ մեջ այդ ոտքերն է, այդ սյունն է, ամեն ինչը պահողն ինքն է, հենց այս բանը էլ մամաս պուրի է թխում։ Արի բարևենք մամային։ Բարևենք մամային։ Բարևում ենք մամային, բարևում ենք պապային, ով ստեղծեց այս ամենը, իսկ մաման պահում է այս ամենը։ Քրոջդ եղբայրների տարի բարևենք եւ ձեր մշով ողջ թիմին։ Երբ դու խոսում էիր մամայի մասին, ես մտովի նախ տարիքս մեծացած, ինչու, որովհետեւ պատկերացրեցի, որ տարիներ անց իմ աղջիկը պիտի խոսի իմ մասին ու երանի թե կարողանա խոսի իմ մասին այսպիսի նկարագրությամբ, բայց միևնույն ժամանակ ես հասկանում եմ, որ այդ ամեն ինչը ես պիտի իրեն տամ։ Yes. Հիմա քո ծնողները քեզ տվել են, ներդրում ունեն քո մեջ։ Դրա համար դու այսպիսին ես, ըստ իս կարևոր են ծնողների։ Այո, ես իրանց եմ Այո։ Ու ես միջև վերջի 2 տարիներում մամայի գաղափարն ու մամայի կերպարը ուրիշ ձևի մոտ սենց դարձավ մի հատ Ինչու։ որովհետև գիտակցում եմ, որ ես ինքս էլ մեծանում եմ ու ես էլ շուտով կարող եմ մայր դառնամ, I get goosebumps, ու որ նայում եմ ոնց է ինքը եղել երիտասարդ աղջիկ, ոնց է հաղթահարել այդ ամեն ինչը, չէ, ես ինքս ինձ հաղթահարելով անդադ հետ եմ նայում իրան, I'm like, wow, այդ ժամանակները ուրիշ ա եղել, ավելի ծանր ա եղել, how did she do it, ոնց է կարացել, այդ ինչ հավատ ա ունեցել իր մեջ, որ սենց հավաքելա բռերի մեջ ու ասելա no way, պիտի անենք, պիտի շարունակենք ու էտա որ մեծանալով գիտակցում եմ ես էլ եմ մայր դառնալու, վաու, ասում եմ մամայիս գործոնը մեր կյանքում ամենամեծն է։ Պապային չենք չեզոքացնում, պապան այդ հիմքն է։ Դե ասացի, պապան ստեղծել է, մաման պահում է։ Հա, ինքը շարժիչ ուժն է, այդ ուղեղն է, մտածող, բայց այդ support-ը, այդ աջակցողը, գործը առաջ տանողը առանց մամա, ես չգիտեմ, եւ չէր լինի, ոչ մի բան առանց մամա չէր լինի։ Եվ իհարկե այս կյանքում ոչ մի բան առանց մամա չի լինի, Ռուս ջան։ Իրոք մամաները շատ ուժեղ են, շատ։ Դու շատ ուժեղ մարդ ես։ Որտեւ մայր լինելը հեշտ չի, դու քո անձը զոհաբերում ես, որ կյանք տաս քեզնից անկախ մի հատ ուրիշ անձի, պատկերացնում ես ամբողջ համակարգդ ես փոխում, դու ուրիշ մարդ ես դառնում։ Ես մտածում եմ, որ երբ որոշակի տարիք է գալիս, 18-19, հա, արդեն պիտի երեխային բաց թողնես։ Թևերը տալիս ես ու բաց ես թողնում։ Ձերոնք լինելով այդքան միասնական, այդքան ընտանեկան բիզնեսի մեջ բոլորդ ներառված եք, նկատի ունեմ ժամանակի առումով շատ եք իրար հետ անցկացնում։ Իրենք բաց են թողել ձեզ։ Դուք ազատ եք, դուք անկախ եք։ Որոշ չափով, որտեվ ես կողքից ունեմ իմ սիրելի զբաղմունքը, իմ սիրելի ճանապարհը, այսպես ասած, որ կառուցում եմ, բայց այնքանով բաց չենք թողել, որտեվ անդադ մենք հիշում ենք, this is a family business, այսի ընտանեկան բիզնես է, մենք ստեղ պիտի իրար հետ լինենք, ինչ էլ անենք, չանենք, պիտի իմանանք, որ այս բիզնեսի մեջ կանք, ամեն մեկս մեր դերը ունենանք, ինչ որ մի ձև, so կիսով չափ անկախ ենք, կիսով չափ իրար հետ ենք, կարելի ասել։ Իսկ օրինակ, որ ձեր հաճախորդներից մեկը գա, իմանալով, որ դու շատ լավ երգում ես, ասի, կարող ես ինձ այդ հացը վաճառել երգելով։
Տես բան չի եղել։ Ես ասեմ, որ կարող եք այդ ծառայությունը եւս ավելացնել։ No way։ Չէ, այստեղ չես երգի, եթե չես ուզում Ռուս ջան, բայց նկատի ունեմ, որ Պարացնել։ օրինակ հա պարացնելով, երգելով, օրինակ մշո աղջիկը երգելով։ Մեկը ես օրինակ գալու եմ վաղը ձեզ մոտ, ասեմ Ռուս ջան, ես ուզում եմ, որ դու այս հացը ինձ վաճառես պարացնելով ու երգելով։ Քո համար այդ կանեմ, ստորի կանես։ Բաբաս իրականում տես այդ ասեցիր ու հիշեցի, մենք երբ որ փուրը նոր էինք պատրաստում, կիսաշինարարական, բայց դրա հետ մեկտեղ արդեն վառարանը պատրաստ է ու մենք պիտի փորձարկենք, միշտ երկու պար ա եղել։ Միշտ։ Ես հենց դրան էի բերում, որ այդ գործողությունները հայերը միշտ սիրել են երգելով, պարելով անել։ Միշտ երկու պար ա եղել։ Պարելով, թխել ենք, փորձարկել ենք, չի ստացվել ոչինչ, կերել, խմել, իր ընկերներին հյուրասիրել ու անդադար մարդկանց նվիրել հացը։ Անդադար գալիս էին, հələ բաց չի փուրը, չէ, փորձարկում ենք դեռ, բայց հոտը առնում էին, օքեյ, համեցեք, փորձեք։ Իսկականից այդ մշո հոգին շատ խորն է պապայի մեջ ու կարողացել է ապրենք, կարողացել է մեր մեջ էլ էդի սերմանի, որ ուր էլ գնանք, մենք գիտենք, որ մենք հայ ենք ու պիտի լինենք արժանապատիվ հայ, չմոռանանք որտեղից ենք եկել։ Հետո նաև հայ լինելու մասին մի բան էլ ասեմ, որ մենք մեր թիմի հետ աշխատում ենք եւ շատ շուտով արդեն կհրապարակենք։ Մենք ուզում ենք, մենք ստեղծում ենք workshop երեխաների համար, որ գան մեր bakery-ում, թխեն լավաշ, իրանց ձեռքով թխեն, տանեն տուն։ Դա ինչ ենք որոշել է տանենք, որտեվ կարծում եմ Էդի կոգնի մեր երեխաներին ծանոթացնել մեր հայ մշակույթի հետ, հիշացնել, որ սովորեցնել, մոտեցնել, exactly, սովորեցնել, որ հայ ես դու, հայի մի մասն էլ էս է, նայ, ու այնքան սիրուն բան կա այդ ամեն ինչի հետ, մեջ, որ պահում է հայեցիությունը Ամերիկայում, որ շատ դժվար է, այս երկրում երեխեն արդեն երկրորդ generation-ը գնում է, տոկոսայնությամբ պակասում է հայ լինելը իր մեջ, Երբ որ օտարների հետ շատ ենք շփվում, լեզուն ենք սովորում օտար, մշակույթից հեռանում ենք։ Նպատակներից մեկն էլ էտա, որ պահենք ու մտածում ենք դա հաճախական բնույթ կրի։ Այդ workshop-ը։ Հա, կարող եք դասեր նույնիսկ անցկացնել, ձեզ մոտ գան տեղում մի ժամ դասի պես սովորեն, այ հիմա պիտի այսպես դնես մեջը, պիտի այսպես գրտնակես, չգիտեմ ոնց եք անում։ Ու ժամանակ անցկացնի, ինձ թվում է շատ լավ գաղափար է։ Այո, ինչի՞ց է այդ գաղափարը խոր արմատացել, երբ որ մեզ հրավիրեցին Արև Kids Wellness Festival, այդ ֆեստիվալի ժամանակ Մշո Bakery-ին կանչեցին, որ երեխաների հետ լավաշ թխեն։ Այնքան էին երեխեքը սիրել ու ծնողները, որ դրանից հետո ես գալիս եմ տուն ու մտածում եմ, նո, պիտի գան մեր մոտ հենց թխեն, հենց մենակ խմորի հետ չխաղան, հենց թխեն ու զգան իրանց թխածը, տանեն ուտեն ու մեր թիմի հետ հենց հիմա արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ, որ բերենք կյանքի։ Ես եթե իմանայի մի տեղ կարդայի, որ այսպիսի բան կա, կտանեի երեխաներից։ Բայց երբ որ ասացիր, որ հերվանում ենք մշակույթից, այո, շփվում ենք օտար երկրի ներկայացուցիչների հետ, լեզուն է օտար, բայց միևնույն ժամանակ եթե ծնողը հետևողական է, եթե ծնողը աշխատում է երեխայի հետ տանը, ուրեմն այդ երեխան երբեք չի կարող շեղվել։ Համաձայն եմ։ Օրինակ ես մի խումբ կար երեխաների, գնացել էի, այնտեղ էի, հայտնվել էի, սպասում էի մինչև այդ երեխեքի մամաները գային տանեին ու ասեցի զբաղեցնեմ էլի իրենց, ասեցի երեխեք ով կարող է ասմունքել, ինչ որ մի բան արտասանեք։ Լսի իրենք նույնիսկ չգիտեին Հովհաննես Թումանյանը ով է։ Երևի 7-8 տարեկան երեխեք էին, գիտես։ Ու դա ինձ համար զարհուրելի է։ Այսինքն ես մի անգամից պատկերացրեցի, որ տանը այս երեխեքի հետ չեն աշխատում։ Ես։ Մեծերից է գալիս։ Տանը չեն ասել ով է Հովհաննես Թումանյանը այս երեխեքին։ Բայց միևնույն ժամանակ մտածում եմ, որ ինչ որ ձև պիտի գտնես գնալու դեպի դա, որպեսզի հետաքրքրություն առաջանա դեպի հայ գրողները։ Հա, թե չէ 9 տարեկան երեխուն անգամ հայ լեզուն սովորացնելուց դու դժվարանում է երեխեն։ Point չի տեսնում, ինչի։ Այդ խին, այդ պատճառը պիտի շատ ուժեղ լինի, որ երեխեն սովորի։ Էդի դե մենք պիտի մեր մեջ ուժեղ պատճառ ունենանք, որ կարողանանք մեր սերունդին տանք, չէ՞։
Հա, հետո կապը Հայաստանի հետ չի կարելի կորցնել երբեք ու երբևէ ու հենց հարցս սա է լինելու, արդյոք ձեզ պատկերացնում եք, տեսնում եք վերադարձած Հայաստան, այնտեղ որտեղից որ դուք սկսել եք եւ այն ինչով որ զբաղվում եք հիմա, այնտեղ անեք։ Իհարկե մտածել ենք։ Մտածել եք։ Հա, շատ հաճախ գիտես նաև ինչ եմ մտածում, որ նայում եմ ինչքան տաղանդավոր ու խելացի հայեր են Ամերիկայում ապրում, անընդհատ արարում են, աշխատում են, ստեղծում են, մեծանում են, սենց մի տեսակ զգացողություն ա գալի, որ ինչ ափսոս է։ Մենք այս երկիրն ենք շենացնում, of course, նաև զարգանում ենք ինքներս, կրթվում ենք, բայց կարանք չէ, սա վերցնենք տանենք մեր երկրի մեջ ներդնենք։ Հələ ինչքան լիքը լավ մարդիկ կան այստեղ, որ մեր երկիրը մի հատ elevate կլինի, բարձրունք կապրի։ I think Ես միշտ իմ հյուրերին մաղթում եմ դա, ես սրտանց ուզում եմ, որպեսզի մերոնք վերադառնան Հայաստան, որպեսզի այդ պայմանները ստեղծվեն, ով ինչ պատճառով գնացել է, թող այդ պատճառները վերանան, որպեսզի ասած քեզ կարողանանք արարել, ստեղծել այնտեղ, մերը մնա մեզ, ես այնքան մի տեսակ չասեմ նախանձ, բայց մի տեսակ լավ չեմ ես քեզ զգում եմ։ Հա, որ ինչի պիտի իմ հայը իրենց համար աշխատի։ Right. Ու շատ խելացի, անգամ lawyer-ներն են, շատ խելացի մարդիկ կան մեր հայերի, ամեն սֆերայի մեջ որ նայում են։ Բայց կարծում ես այնտեղ գնահատված չեն, որ օրինակ lawyer-ները, հա, այստեղ ահռելի գումարներ են վաստակում, այնտեղ էլ է այդպես։ Կարծում եմ երև ինչ որ մի նեղացվածություն կա, որ թողել եկել ենք, կարծում եմ, երևի միտեղ մի ձև սահմանափակվել ենք, որ մտածում ենք այս երկիրը մեզ թույլ կտա լայնանալու, այսպես ասած, բայց ինչի՞ չէ, կարող է մի օր բոլորս հավաքվենք գնանք, you know why, որտեվ ես այս երկրից շատ շնորհակալ եմ, շատ սիրում եմ այս երկիրը, շատ սիրում եմ իմ կյանքը այս երկրում, բայց այս վերջերս անընդհատ միտք ա գալի, որ this is not my home, սա իմ տունը չի, օրվա վերջում ոնց որ ես եկել եմ այս երկիր, ուսանող եմ, սովորեմ այդ գիտելիքները, ինքնակրթվեմ, զարգանամ, բայց տանեմ միտեղ ներդրում անեմ։ Ու այդ միտեղը իմ Հայաստանն է, երևի։ Կարծում եմ տենց պիտի լինի, ճիշտը, որտեվ մենք տուն ունենք, կարանք գնանք մեր տունը, շենացնենք, սիրունացնենք ու շնորհակալ լինենք այս երկրից, չբողոքենք, որտեվ այս երկիրն էլ մեզ տալիս է անսահման հնարավորություն զարգանալու աշխարհը ուրիշ տեսանկյունից տեսնելու, այլ ազգերի հետ ծանոթանալու։ Գիտես, մտքերս անընդհատ ասում ես, դրա համար չեմ ուզում ավելացնել կամ քեզ խանգարել, շատ գեղեցիկ ես ասում։ Երբեմն ես քայլելով այստեղի փողոցներում սենց նայում եմ ինչ որ մի շենքի, մի պատի, ասում եմ, Աստված իմ, այսուր եմ ես, այս ինչ օտար է ինձ համար այս ամեն ինչը։ Ու մի տեսակ սկսում եմ մտածել, որ ես ուղղակի այստեղ տուրիստ եմ, որ հեսա իմ տունը կվերանորոգվի ու ես կգնամ տուն, ես այստեղ վարձով եմ ապրում, բայց հետո մտածում եմ, իսկ ինչու եմ ես թողել, որպեսզի ուրիշները վերանորոգեն իմ երկիրը, որ ես էլ պիտի մասնակցեմ այդ գործին։ Շատ լավ է։ Չէ՞ որ դու քո տունը գնում ես, չէ՞, նայում ես ժամանակ առ ժամանակ, ինչքան էլ որ մասնագետը սարքում է, հա, բայց դու գնում ես ժամանակ առ ժամանակ նայում ես ուղղություն ես տալիս, այսա քանդեք, սա այսպես կառուցեք։ Ներկա ես։ Հա, ներկա ես։ Ես ուզում եմ, որպեսզի մենք միշտ ներկա լինենք Հայաստանի կառուցման, վերակառուցման գործում։ Երբեք չմտածենք, որ մենք այստեղ ենք ապրում, ուրեմն մեր գործը չի։ Չէ։ Right։ Ճիշտ ես։ Մեր գործն է, ու մենք էլ մեր գործը կարող ենք բերել ու ծաղկեցնել ու շենացնել Հայաստանում։ Օրինակ Մշո Bakery-ն մի օր կգա Հայաստան ու կդառնա իսկական Մշո Bakery։ Ամեն։ Դա աղոթք է։ Չէ։ Հետո գիտես, տենց խոսեցի, ես իմ վրա եմ վերցնում, իմ կողմից եմ խոսում, սենց մի հատ միֆ կա մեր գլխների մեջ, որ փոփոխություն, okay, տեսնում ենք մի հատ խնդիր կա ու ասում ենք, դե պիտի մտածեն այդ խնդիրի մասին, բայց չենք ոնց որ արժեքա զրկենք մեր գործոնը, որ կարա ներգրավվի ու այդ խնդիրը լուծվի, չէ՞ որ ամեն մի փոփոխություն մեզնից է սկսվում։ Որ փոխարեն խոսելու փոխարեն մենք կարող ենք ուղղակի, հա, don't worry. Oh my god. Are we over? Հրաշք մայր մեր եթերում։ Երեխես մնաց դպրոցում։ Տար Մշո Bakery։ Չեմ կարող մի րոպե։ Ինչ լավ հիշեցիր։
Էսի խոսում եմ, մեկը հիշեցի, որ չեմ ասը։ Վարդան ուր ես։ Հա, գնա էլի, լսի, մոռացել եմ քեզ գրեմ, որ մի քիչ ուշացել ենք։ Լավ։ Բայց խա գնա վերցնի ինքը։ Իրանով էր ասել, որ գնա վերցնի, բայց ապրի։ Okay։ Երևի տեսել ինձնից խաբար չկա, ինձնից խեր չկա։ Ինչ էիր ասում ռուս կներես, կարես միտքդ հիշես։ Քո ասացի շուրջ միտք եկավ, որ մենք մեկ-մեկ արժեքազրկում ենք մեր գործոնը, ինչքան բան կարա փոխի։ Մտածում ենք դե ուրիշները պիտի անեն, փոխեն, ով որ դրա պատասխանատուն է, բայց ժողովրդի ձայնը ամեն մեկիս ներկայությունը կարա լիքը բան փոխի։ Ու ճիշտ է, այդ որ ինչի ես ներկա չլինեմ այդ զարգացմանը, այդ փոփոխմանը։ Կյանքը Ամերիկայում հեշտ չի, որ կարող է Հայաստանի հայերն էլ մտածեն մենք այստեղ հեշտ ենք ապրում, դրա համար ենք եկել այստեղ։ Հեշտ չի, շատ ավելի դժվար է։ Այո, քուն դադար չունենք, մանավանդ եթե կա ընտանեկան բիզնես, դան դու անընդհատ հասելի մեջ ես, անընդհատ աշխատում ես։ Բայց հուսով եմ, որ իրոք բոլորը սենց կվերցնենք այս երկրից, այս experience-ից ստեղ ապրելուց ինչ պետք է ու կգնանք ներդրում կանենք մեր երկրի մեջ, իհարկե չենք ուրանում այս երկրին։ Ես ասում եմ շատ շնորհակալ եմ, որ պապաս որոշում կայացրեց գանք այստեղ։ Լիքը բան այն սովորացրել էստեղի կյանքը։ Իսկ դու չես դադարել, չէ՞ երգել։ Չէ, չեմ դադարել Շարունակում ես, երգել։ երգում ես։ Վարակույրներից այն կողմ աշխատանքներ ա կատարվում, գրում է։ Իսկ քո կրթությունը այդ ասպարեզում բարձրագույնն է, որտեղ ես ավարտել։ Ոչ, ես սկսել էի business եւ business management մասնագիտությամբ, հետո դադար տվեցի ու հիմա վերադարձել եմ նորից ուսման արդեն երաժշտական ուղղությամբ, որպեսզի բարձրագույն ստանանք։ Սիրում ես երգել։ Սիրում եմ, հոգու լեզուն է, չէ՞։ Արտահայտման միջոց է, մտածում եմ, եթե Աստված տվել է մի բան, պիտի ճիշտ կարողանանք օգտագործել։ Անպայման, ես լսել եմ քո երգելը ու պիտի խորհուրդ տամ, եթե կլսես, որ երբեք չդադարես երգել։ Մարդ եթե կարողանում է երգել, այդ շնորհքը կա, այդ ձայնը կա, պիտի անպայման երգես։ Էդ էլ պապայից սա գիտես, չէ՞։ Չէ։ Անընդհատ ինքն է ինձ կարելի ասել ստիպել, որ հաղթահարեմ իմ կոմպլեքսը։ Օ, կոմպլեքս ունեիր երգելու։ Շատ, ամաչում էի շատ երգելուց։ Քեզ քո գլխի մեջ դու նախորդ քեզ քննադատում ես, այլ բան չես թողում անես։ Ու անընդհատ մեր հավաքույթների ժամանակ երգելը, ուրախանալը ու թեկուզ մեր հաց թխելուց հենց երգելը, ասում եմ մշո աղջիկ ես, բա պետք է երգելով թխես այդ հացը։ Մշո աղջիկ, այո, շատ ճիշտ է ասած ու հենց քեզ համար է ասած։ Քաղցած ես, դե արի հասկանանք թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Ռուս, իսկ ձեր բեքերիում ինչն է ամենից շատ վաճառվում։ Լավաշը, թե հացը, թե չգիտեմ, ասա, որն է որ տենց ձեռքի հետ թրցնում են։ Մեր սաջի լավաշը, որտեվ թակավորն է, էլի, այդ bakery հիմնադիրը ինքն է։ Սաջից ենք սկսել, այդ ժամանակ ոչ մի ուրիշ բան չունեինք։ Սաջի լավաշը մնում է այդ top line-երի մեջ, հիմա արդեն այս 2 տարի է կարելի ասել, որ պուրին սկսեցինք թխել վրացական պուրու համը մարդիկ փորձեցին, անգամ օտար երկրացիներ այնքան շատ են սիրել, ամեն օր գալիս են պուրի համար, անգամ վերջանում է, ասենց վատ ենք զգում, որ մերժում ենք մարդկանց։ Իսկ ինչ են ասում, հա, այդ պուրի անունը ոնց է տալիս։ Պուրի։ Իսկ վրացական պուրին ուրիշ է, ուրիշ կերպ է պատրաստվում։ Ես տենց շատ մանրամասները չգիտեմ։ Հա։ Բայց հա, ինքը լավաշի խմորը չի նույն, ուրիշ խմոր է լրիվ, ուրիշ ձև է մշակվում, պիտի թողես ուրիշ ձև հանգստանա ինքը, ու հետո թոնիրի մեջ արդեն թխվելու ամբողջ process-ը ուրիշ է։ Վրացական պուրի, այո։ Ռուս, ձեր օրը ոնց է սկսվում, սովորական օրը, այ գալիս եք, նախ սկսենք ժամից, որ ժամին եք բացում։ 7-ից կարելի ասել բացենք, ավելի շատ 8-ից ենք ակտիվանում, բայց ժամը 5-ից արդեն bakery-ի հիմքը սկսված է։
Հա, սկսում եք այդ պատրաստությունները Այո։ տեսնել, որ 7-ին 8-ին մարդկանց հաց տակ։ Շավի պատրաստվի, of course։ 5-ից մամասա մեր արևը արթնանում է ու տանում է արևը իր այդ բերում է։ Հետո շողերին քաշում է, Հետո շողերին քաշում է։ Ասեմ մի բան էր, որ վերջի 3 ամիս է, որ այս ամեն ինչը կա, քույրս որոշեց, որ ստեղծի Zova Coffee Bar։ Զովա։ Այո։ Հա, զով է։ Այո, այդ մտքով։ Zova այն մտքով, որ հովա refreshing։ Իսկ ինչի վերջում այով։ Ինքը տենց մտածեց Zova, բայց սիրուն է, ված չի։ Ու Չէ, շատ սիրուն է։ ու Zova-ն հենց հիմա Մշո Bakery-ում է։ Մենք քուրիկի համար հատուկ տեղ պատրաստեցինք, որ ինքը գա ու իր կաֆիները, refresher-ները վաճառի հենց Մշո Bakery-ում։ Հա, coffee bar, որը Մշո Bakery-ում է։ Այո։ Հենց ներսում։ Այսինքն մտնեն ներս, նստեն ու սկսեն խմել։ Դրսում ավելացրել ենք աթոռներ եւ սեղաններ, որ կարող են օրդեր անել։ Տեղում։ Տեղում։ Ուտեն, խմեն ու գնան։ Այո, Lunch։ exactly։ Այ քեզ lunch։ Ու 3 ամիս է արդեն։ Եղել է որ պանիր բերեն, այնտեղ, չգիտեմ, Մեր մոտ ամեն ինչ կա։ Մենք մեր հաճախորդներին միշտ պատրաստենք, հյուրասիրենք ու հյուրասիրում ենք։ Ինչ եք ասում եք այս հացը առեք, հեսա ձեզ պանիր ու պամիդոր վարունգով աղցանն էլ բերում եմ, հա։ Կամ լինում է այդ պայն ես կանգնած հաց եմ ուտում, ասում եմ մի հատ էլ այդ հացից ասում եմ որ քանի տակա մի հատ փորձես, ինչ լավն է, կամ երբ որ ես ուրիշ աշխատանք չեմ ունենում, ստացվում է առավոտ այնտեղ եմ լինում, սեթափ եմ անում սեղան, պանիր, կանաչի, պամիդոր վարունգ, սենց ավանդական ու մեր հացերի տեսականին եմ կտրտում դնում, որ հաճախորդներից ով ցանկանա հանգիստ օգտվի։ Այո, հյուրասիրությունը պարտադիր բան է։ Շատ են գալիս օտար մարդիկ։ Մենք անդադար իրանց հյուրասիրում ենք, միշտ սեմպլներ ունենք։ Ձեր հաճախորդները ավելի շատ օտար են, թե հայեր են։ Հայեր են, բայց այս վերջի 3 տարիների ընթացքում շատ-շատացել են օտարները, որը որ ոգևորիչ է։ Մանավանդ իրանց տված review-ն, որ wow, this bread it's amazing եւ այլն, sense շատ էներգիայով են խոսում։ Ու պարտադիր հետ են գալի, պարտաճանաչ։ Ուրիշ նահանգել ենք հացը կարողանում առաքել նաև։ Իդեպ առաքման մասին ոնց հասկացա առաքում ունեք։ Այսինքն մարդը տանից զանգում է, դուք առաքում եք իր նախընտրած ապրանքը։ Այդպես դեռ չենք աշխատում, բայց շուտով արդեն ուզում ենք նենց անենք, որ DoorDash, Uber Eats կարողանան access ունենալ, բայց տենց չենք առաքում դեռ, մենակ ունենք մեր առաքիչը, ով տանում է խանութները հացը, խանութից մարդիկ կարող են գնել իրենց մոտակա։ Իսկ Ordersco-ին ծանոթ եք։ Չէ։ Դա app է, որը մենք ենք ներկայացնում եւ այն էլ ներկայացնում է մեզ, որը այդպես հավաքագրում է տարբեր ռեստորանային համալիրներ, bakery-ներ, տեղեր, որտեղից կարելի է ինչ-որ բան պատվիրել, օրինակ ձեզ մոտից հաց։ Կխնդրեմ ծանոթացնեն ձեզ հաղորդումից հետո, եթե կուզեք օգտվել, կարող եք ասել, որ ինձնից եք լսել ու զեղչ վերցնեք։ Nice։ Համակարգի համար։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Ապագա պլանների մասին շուտ է խոսելը։ Bakery Ինքը իր հունով գնում է, ինչպես հասկացա։ Իր հունով գնում է, բայց մրցումների պես աշխատում ենք։ Ամեն օր մի բան փոխվում է։ Շեշտեցի, որ մենյուն ենք մեծացնելու, այսինքն թխվածքա բլիթներ ավելացնենք, էլի ավանդական, նոր տեսակի լավաշ ենք ուզում թխենք, որը որ ուրիշ վառարանի մեջ է թխվում, նույն խմորն է, ուղղակի քանի որ ուրիշ ձև է թխվում, իր տեսքն է ուրիշ եւ ուտելուց դու համնել ես գալու ուրիշ։ Չէ, կարող է։ Շատ անգամ թե ինքը ոնց է եպվում, ըստ վառարանի ինքը իր համնել է փոփոխում, բայց լրիվ նույն սաջի լավաշի խմորն է, ուղղակի պլանավորում ենք, որ այդ տեսակի հացն էլ տանք, լավաշն էլ տանք, եւ ամեն օր աշխատում ենք մենյուն update անելու վրա։ So շուտով կլինի, շատ փակագծերը չեմ բացում, որտեվ դեռ աշխատանքները ընթացքի մեջ է, բայց անպայման մեր Instagram-ի էջով ես կգովազդեմ։ Շատ լավ, սրանից հետեւություն, որ պիտի հետևենք Մշո Bakery Instagram-յան էջին եւ առասարակ ինչ կա իրենց հետ կապված, խնդրում եմ հետևեք, ձեր հասցեն ինչպես է։ 627 South Glendale Avenue։ Glendale-ում Մշո Bakery գնացեք ու օգտվեք համեղ հացերից ու լավաշներից։ Ռուզան, 3 բան, որ դու
Հիմա եթե ես նայում ես ապրածդ կյանքում, որ պիտի չանեիր։ Ինչ դժվար հարց է։ Երեկվան որ պիտի չանեի։ Կարծում եմ առաջինը, եթե իմ մասին ասեմ, երաժշտության մեջ դադարներ եմ ունեցել, Երանի այդ դադարները չտայի։ Իսկ ինչու ես ունեցել։ Երբ որ մտածում ես ֆինանսների մասին ու քեզ հստակ ապագա սարքելու մասին, մի տեսակ երաժշտական ասպարեզ դժվար է այդ բարդությունը, որ արդյոք դու ապահոված կլինես, արժի ներդնել 100%-ըդ, թե դու մնալու ես տենց ուղղակի արտիստ, այդ մտքերն էր, որ ինձ դադար տվեց էլի ավելի բիզնես մենեջմենթի մեջ մտա, բայց հետո հասկացա, որ նո, ես չեմ սիրում էդի։ Իհարկե, բայց բիզնեսի մեջ կանք, ուղղակի ես չեմ սիրում նույն տեղում մնալ։ Ես սիրում եմ դուրս գալ, շփվել լինել։ Էլ ինչ մի պահ հիասթափություն ունեցա անգամ մեր բիզնեսից, որովհետև շատ էինք տանջվում ու ինձ թվում էր մենք անդադար պիտի տանջվենք, անհնար է այս տանջանքները ավարտվի։ Այդ հիասթափությունն եմ ունեցել, գիտակցելով այսօր ուր ենք հասել, կարծում եմ արժեր չունենալ այդքան էներգիա տալ այդ հիասթափությանը եւ ինչ ասեմ։ Երրորդը մնաց։ Երրորդն ավելորդ է։ Այստեղ են ասել, կարող ես չպատասխանել։ Եվ 3 բան, որ արել ես ու լավ ես արել։ Արել եմ ու լավ եմ արել։ Առաջինը ես, որ ներկայացել եմ։ Այսօր Մշո Bakery, այո, որտեղ սա նորություն է, մենք երբեք չենք եղել սոցհարթակներում մեր մասին խոսալուց։ So անգամ 2 օր առաջ երկմտում էի, արժի, չարժի, միգուցե չի ժամանակը չի։ Բայց չէ, լավ եմ արել, որ եկել եմ քո մոտ։ Ուրախ եմ, որ հայ եմ մնացել։ Չեմ փոխվել, իրոք չեմ փոխվել։ Չեմ էլ կարողացել փոխվել։ Եվ երրորդը, որ երկից վրա դեռ չեմ հանձնվել։ Ապրես։ Ռուս, ինչից կարող է հայը չէ, սենց տամ հարցը, այո, հայը փոխվում է, բայց որ փոխվում է, ինչ է դառնում։ Ուրիշ ազգ, ինչ է կատարում։ Հա, սկսում է նմանակել օտարներին։ Այդ ժամանակ ոնց որ քո ինքնությունը կորցնում ես։ Ես այսքան օտար ազգի հետ շփվելով հասկացա, որ այնքան նմանություններ ունենք, բայց մեկը հասկացա, որ այդ օտարների մեջ սենյակում գտնվելով ես տարբերվում եմ որպես հայ։ Ու ուրախ եմ, որ կարողանում եմ իրանց ներկայացնեմ հայի այդ տեսակը։ Չեմ ասում ես իդեալական լավ մարդ եմ, նո, պրոստը ես գիտեմ, որ հայը այն անշահախնդիր նվիրվելը, տալը, հյուրասեր լինելը, վերջը մեր արժեքները, մեր հեթանոց հայերից եկացած այդ հոգևոր, թե մենք ինչքան կապված ենք բնության հետ, թե մեր մեջ ինչքան Աստված կա, մենք չպիտի երբեք մակերեսորեն նայենք։ Օտար ազգերի մեջ կարող այդքան խորացած չի ընտանեկան արժեքները, հավատքը։ Yes, իրանք շատ շուտ կարան astrology ուսումնասիրեն, չգիտեմ ինչ անեն, of course, պետք է այդ գաղափարները մի հատ իմանանք, հասկանանք, որից հետո, բայց էտա, որ եթե փոխվում ենք, մենք դառնում ենք շալո, մակերես ենք դառնում։ Այն անուշ հոգին մեր մեջի, որ իրոք այդ պայքարող հոգին ա եղել, այդ մութ տեղը հավատացող հոգին ա եղել, չհանձնվողն ա եղել, ամեն դեպքում պատրաստ ա եղել զոհաբերի հանուն սիրուն վաղվա, այդ է իմ համար, որ չպիտի կորցնենք, որտեվ եթե օտարամոլությունը շատ է մեր կյանքում, մենք հեռվանում ենք այդ ամեն ինչից, մենք դառնում ենք whatever։ Ճիշտ է, դու օգտագործում ես անգլերեն բառեր քո հայերեն շատ սիրուն խոսքի մեջ, բայց դա չի խանգարում ինձ մտածել, որ դու այո, իսկապես մնացել ես հայեցի ես եւ հետագայում արդեն քո զավակներն էլ կլինեն այդպիսին, ինչպիսին որ դու ես։ Այսքանը Մշո Bakery-ին ներկայացնող Ռուզաննա Աբրահամյանից, Մշո աղջկանից։ Thank you։ Գնահատեք, սիրեք, համեցեք իրենց մոտ
ասացեք ձեր կարծիքը, արձագանքեք, դա շատ կարևոր է յուրաքանչյուր գործող հայի համար, որը գտնվում է օտար երկրում։ Իսկ մենք կհանդիպենք։ Մնացեք խաղաղությամբ։